Նախընտրական քարոզարշավի վերջին օրը զրուցում ենք ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի 9-րդ համար կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Շնորհակալություն հնարավորության համար։ Նախ խնդրում եմ պատմեք ինչ է կատարվում Արմատ մեդիայում։ Հատուկ ջոկատայինները մտել են մեդիա եւ խոզարկություններ են իրականացնում, ընդհանուր տեղեկություն կա, որ պատոհաններից են նաև ներխուժել սենյակներ, ինչ է ընդհանուր առնվազն լրագրողին, հեռախոսներ են առգրավվել։ Այո, տեխնիկան եւ հեռախոսները առգրավված են։ Ես սա գնահատում եմ որպես Նիկոլ Փաշինյանի խուճապի դրսևորում, որովհետեւ դուք տեսաք, թե նախորդային գիշերը հանրային հեռուստաընկերության եթերում ինչ տեղի ունեցավ, քաղաքական գլխավոր բանավեճներ եւ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած պարտվեց այդ բանավեճում ու հիմա նա խուճապի մեջ է, քանի որ հասկանում է, կորցնում է իշխանությունը եւ փորձում է լրատվամիջոցի վրա հարձակվելով իր համար փորձել փրկել իրավիճակը, օրակարգ լցնել, բայց ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այս ամենի վերջը տրվելու է եւ այս ամենի վերջը տրվելու է 2-3 օրից։ Հիմնավորումը ի՞նչն է, որ մտել են լրատվամիջոց եւ հեռախոսներ են առգրավում, համակարգիչներ են տանում։ Գիտեք, ես մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ իրավական գործընթաց է, քննչական գործողություններ են տեղի ունենում, իբրև թե քննչական, այնտեղ փաստաբաններ կան, իրենք կմեկնաբանեն հավանաբար, բայց ես կարող եմ պնդել մի բան, վերջին 2-3 ամիսների ընթացքում դուք տեսնում եք քրեական գործիքակազմի տոտալ կիրառում, օր չկա, որ մենք տեղեկություններ չստանանք, որ իրավապահ մարմինները ներխուժել են մեր մարզային գրասենյակներ, տարբեր անհեթեթ վարույթներով, տարբեր նույնիսկ զավեշտ ու ծիծաղ առաջացնող ձայնագրություններով փորձում են իմիտացիա ստեղծել, թե այսինչ հանցագործներ են, այսինչեր է կատարվում, բայց երբ լսում ես ուղակի այլ բան չի մնում, քան ծիծաղելը եւ դուք չեք հավատա այս օրերին մեր թիմը ընդհանրապես դրա վրա չի ֆիքսվում, մենք չենք շեղվում մեր օրակարգից, որովհետեւ մենք կարևոր խնդիր ենք լուծելու, մենք երկրում բերելու ենք սպասված փոփոխությունը, մենք երկրում բերելու ենք այն փոփոխությունները, որոնց մեր հասարակությունը վերջին 5 տարիներին սպասում է եւ այդ փոփոխությունը լինելու է մեծ հաղթանակի միասնականության եւ մեր ժողովրդի համախմբվածության արդյունքում Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մենք 2 օրից տեսնելու ենք այդ մեծ եւ երկրի համար ես չեմ խուսափի օգտագործել այդ բառը բախտորոշ ու ճակատագրական փոփոխությունը։ Դուք ակնարկեցիք նախորդի մեծ բանավեճի մասին, հիմա բանավեճին հետևում է ողջ հանրապետությունը։ Նախ ինչ տպավորություն ունեք բանավեճից, ստացվեց այդ բանավեճը եւ թե դա պարզապես ափսոսանքի զգացողություն է առաջացրել, որ մասնակցել եք, այսպես ասած։ Գիտեք, մենք չենք ափսոսում, որովհետեւ մեր նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը կարողացավ մեր թեզերը, մեր մտահոգությունները ներկայացնել հանրությանը, դուք գիտեք, որ հանրային հեռուստաընկերությունը ինչ տարածում ունի եւ հանրային հեռուստաընկերությունում ինֆորմացիան եւ տեղեկատվությունը ինչպես է ֆիլտրվում եւ ինչպես է հանրայինը դարձել իշխանական ուղիղ քարոզչամեքենա եւ իշխանական թեզերը շրջանառող լրատվամիջոց, մինչդեռ պիտի հակառակը լինի, հանրայինը բոլորի հեռուստաընկերությունն է եւ ընդդիմության եւ իշխանության եւ կարծիք չունեցողների պարոն Կարապետյանը հանրայինի եթերում ուղղակի մերկացրեց Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան այն մասին, թե 300,000 ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի, իսկ իրականում բնակեցման ադրբեջանական թեզը հորինվածք է ու դաշտ է նետվում մեր կողմից, Նարեկ Կարապետյանը հրապարակեց արտաքին հետախուզական ծառայության 26 թվականի զեկույցը, որտեղ սպառնալիք է ներկայացված եւ ուղիղ նշվում է այդ սպառնալիքի մասին։ Այդ զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում պետական գրանտների գերակշիռ մասը ուղղվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան թեզին եւ այսպես կոչված վերադարձի
թեզին, իսկ մենք գիտենք, թե Բաքուն Արևմտյան Ադրբեջան ասելով ինչ է հասկանում, նա հասկանում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սուվերեն տարածքները, ընդհուպ մինչև Երևանը իր տարբեր թաղամասերով, եւ մեր հանրությունը պիտի իմանա, որ Նիկոլ Փաշինյանը իրենց հետ ազնիվ չի, Նիկոլ Փաշինյանը շարունակում է խաղաղության պատրանքով խաբել մեր հասարակությանը, նրա ազգային հետախուզության ծառայության պետի զեկույցում զետեղված է այդ սպառնալիքի մասին, մի քանի պարբերություն կա ու մի բան էլ ուզում եմ էլի մեջ բերել այդ զեկույցից, այնտեղ նշվում է, որ օգոստոսի 8-ից հետո Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանը ոչ թե նվազեցրել, այլ ուժգնացրել է այդ թեզերի տարածումը եւ պրոպագանդան եւ շուրջ 40%-ով ավելացել է այդ երկրի ռազմական բյուջեն ի համեմատություն այլ ոլորտների, որտեղ նույնիսկ ծախսերի նվազում է տեղի ունեցել։ Հիմա ուղղակի մեր հեռուստադիտողներին կարելի է մի հարց ուղղել, սիրելի հեռուստադիտողներ, մեզ լսող մեր հայրենակիցներ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է Ադրբեջանը զինվում, ինչու է Ադրբեջանը պետական միջոցներով, պետական մակարդակով, ինստիտուցիոնալ մակարդակով այդ թեզը առաջ մղում, հետևաբար կա օրակարգ, որը դրված է այս իշխանության սեղանին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է քողարկել մեր հասարակությունից, բայց որը մենք թույլ չենք տալու, Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու, որ մենք կանգնեցնելու ենք ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ Իհարկե հնչեցին հակադարձումներ եղան Փաշինյանի կողմից, նաև մեր բանակի սպառազինության մասով, որ զինվում ենք նաև մենք, ունենք արտադրություն եւ այլն եւ այլն։ Այսուհանդերձ, եթե վերադառնանք բանավեճին, որպես բանավեճ ինքը ստացված բանավեճ էր, թե պարզապես ուղերձներ հնչեցին, որոնք դուք ակնկալում եք, որ հասարակությունը, հանրությունը այդ ուղերձները պարզապես ֆիլտրելու է եւ ընկալելու է։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի հետ բովանդակային բանավեճի գնալը անհնարին է։ Դուք ինքներդ տեսաք, թե նա ինչ ջղագրգիռ եւ նյարդային վիճակում էր, դուք ինքներդ տեսաք, թե նա ինչ հայացքով էր նայում իր ընդդիմախոսներին եւ մասնավորապես մեր ուժի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին, կարծում եմ այդ բանավեճին հետևողների համար ամեն բան պարզ էր։ Այսինքն զուտ բանավեճի իմաստով չի ստացվեց ինքը։ Ես չեմ ասի ստացվեց թե ոչ, ես կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը այդ բանավեճում պարտվեց։ Հանրությունը իմացավ ճշմարտությունը իմ նշած սպառնալիքի մասին, ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին, հանրությունը տեսավ նրա թեզերի մերկությունը, մի շատ կարևոր հանգամանք, գիտեք, զավեշտ է առաջացնում նրա հնչեցրած այն միտքը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ ստեղծվել է, որպեսզի խոչընդոտի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, գիտեք, դա ուղղակի անհեթեթ է ու աբսուրդ, որովհետև ինչ կարելի է մտածել մի մարդու մասին, որը նման պատկերացումներ ունի դիվանագիտական գործիքակազմի մասին, ուրեմն ինչ կարող ենք մտածել, ինչու եկանք հասանք այս կետին, Արցախի կորստին, հայկական դիրքերի զիջմանը դիվանագիտական ճակատում, որովհետև այդ անձներ երկրի ղեկին եւ մի բան էլ, երբ հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է թրիփի մասին եւ խոսում է ամերիկյան ներգրավվածության մասին, ես ուզում եմ իրեն հիշեցնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը նույն Միացյալ Նահանգներն էր, նույն Ֆրանսիան էր, որի հետ փորձում է շատ ջերմ հարաբերությունների իմիտացիա ցույց տալ, հետեւաբար մեր հայրենակիցները կարող են չկասկածել, որ Նիկոլ Փաշինյանը վաղը կարող է նույն գնահատականները հնչեցնել այնպես ինչպես հնչեցրեց հանրայինի եթերից։ Հունիսի 3-ին դուք հնարավորություն ունեցաք Հանրապետության հրապարակում ամփոփիչ հանրահավաք անցկացնել, փոփոխության մեծ հանրահավաք, այդպես էլ կոչում, չէ՞։ Ի վերջո ձեր թիմին հաջողվեց հանրության շրջանում կոտրել այն կարծրատիպը, որ դուք նոր ուժ եք եւ արդյոք այն հիմնական ուղերձները, թեզերը, որ հիմա դուք հնչեցնում եք, այդ օրը տեղ հասան ձեր ընտրողների շրջանում։ Ես երկու կարևոր հանգամանք եմ ուզում շեշտել, պարոն Ալիխանյան, դուք տեսաք, թե ինչ հրապարակ էր այդ օրը։
տարբեր գնահատականներով այդ օրը Հանրապետության հրապարակում փոփոխության կոչին ի արձագանք 70-ից 80 հազար մարդ է հավաքվել, սա շատ մեծ թիվ է, սա մի փաստ է, որը վկայում է Հայաստանում հայ ժողովուրդը մերժում է Նիկոլ Փաշինյանին, հայ հասարակությունը ուզում է փոփոխություն, հայ հասարակությունը այդ փոփոխությունը կապում է ուժեղ Հայաստան դաշինքի եւ անձամբ Սամվել Կարապետյանի հետ եւ ես կարող եմ նշել, որ վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը տեղի ունեցավ հունիսի 3-ին եւ դա հենց փոփոխության հրապարակներ եւ մենք այդ փոփոխությունը տեսնելու ենք հունիսի 7-ին։ Այդ հանրահավաքի առանցքը կուսակցության ղեկավար եւ վարչապետի ձեր տեխնացու Սամվել Կարապետյանի տեսաուղերձն էր, ուզում եմ, որ տնային կալանքի տակ է, ուզում եմ հարցնել նրա ֆիզիկական բացակայությունը փողոցից, գյուղական համայնքներից, մարդկանց հետ ուղակի շփումից, սա ըստ էության խնդիր է, թե ընդհակառակը տուժողի կերպարը քաղաքական տակտիկական հնարք է ձեզ համար։ Մենք տուժողի կերպարի մեջ չենք ուզում մտնել, մենք ճնշվածի կերպարի մեջ չենք մտնում, որովհետև որևէ ճնշում, որ այս օրերին, այս շաբաթներին, այս ամիսներին կիրառում է Նիկոլ Փաշինյանը, թե անձամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ, թե մեր ուժի նկատմամբ որևէ ազդեցություն չունեն, որովհետև եթե Սամվել Կարապետյանը ճնշվող լիներ, նա 5-րդ օրը կգնար Փաշինյանի հետ գործարքի։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նա 10 ամիս շարունակ գտնվում է անօրինական, շարունակական ապօրինի տնային կալանքում, նա անցկացրել է նաև բանտային կալանք, ունեցել է բավականին ծանր պայմաններ, ինչի մասին կարծում եմ դեռ առիթ կլինի ինքը անձամբ կխոսի, բայց ես վստահեցնում եմ, որ մենք ճնշված չենք, մենք սա համարում ենք, գիտեք, վերջին ճիգը Նիկոլ Փաշինյանի փոքրիկ խմբակի փրփուրներից կարճելու մի գործընթաց է, ամբողջ վարչական ապարատը աշխատեցվում է, քրեական գործիքակազմը կիրառվում է, դուք տեսնում եք իրենց հավաքներին, թե ինչպես են մարդիկ բերվում, 2-3 օր առաջ ուղղակի բացահայտվել էր մի ձայնագրություն, թե ինչպես էր դպրոցի տնօրենը հրավիրում ուսուցիչներին, եթե չեմ սխալվում, Բյուրեղավան քաղաքում էր, ուղղակի խայտառակ վիճակ է, մենք տեսնում ենք, թե գյուղերում ինչ է կատարվում, բայց սիրելի քաղաքացիներ, դուք մենակ չեք, մի վախեցեք վարչական ճնշումներից, այդ ամենը ժամանակավոր է, այո, մենք չենք վախենում, ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի հանրության հետ շփվելու սահմանափակումներին, իհարկե դա բարդացնում է մեր գործերը, դա բարդացնում է process-ը նախընտրական, բայց պարոն Կարապետյանը այս օրերի ընթացքում իր առանձնատանը ընդունել է Հայաստանի մարզերից եւ Երևանից մեր հայրենակիցներին, որ դուք պատկերացնեք 250-300 հոգանոց խմբեր են այնտեղ եղել եւ դա մենք փորձել ենք նաեւ ներկայացնել մեր հանրությանը, հնչել են ամենատարբեր հարցերը գյուղատնտեսական աշխատանքներից մինչև անվտանգային խնդիրներ եւ պարոն Կարապետյանը այդ տարբերակով փորձել է լրացնել այն բացը, որը արհեստականորեն ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, զրկելով լոկոմոտիվ հանդիսացող փոփոխության լոկոմոտիվ հանդիսացող քաղաքական ուժի ղեկավարին, այո, ապօրինի զրկելով։ Կալանքների թեման միայն Սամվել Կարապետյանով չի սահմանափակվում, քարոզարշավի ամբողջ ընթացքում տեսանք, դուք նաև սկզբում ասացիք, որ ձեր թիմակիցների շրջանում, շտաբներում եւ այլն դրանք շարունակվում են եւ իշխանությունը սա բացատրում է, որ օրենքի դիկտատուրա է։ Դուք ասում եք, որ սա քաղաքական հետապնդում է, հալածանք է։ Հիմա այս կալանավորումները էապես ազդում են դաշինքի գործունեության վրա եւ ընդհանրապես այս քարոզարշավի ընթացքում ազդել է արդյոք այս կալանավորումների շղթան ձեր գործունեության վրա, թե ընդհակառակը ավելի ուժեղացել եք միգուցե։ Գիտեք, որ ասեմ ընդհանրապես չի ազդում, դա սխալ կլինի, որովհետեւ իրենք հիմնականում մարզային գրասենյակներ են, ներխուժում, փորձում են այնտեղ առանցքային դերակատարների վրա գործեր կարել եւ այդպես, ճիշտ հակառակ էֆեկտ են ունենում, դրա համար եմ հարցնում։ Մեր ընկեր թիմակից ընկերը Ալեքսան Ալեքսանյանն է, ապօրինի կալանքի տակ, իհարկե այս ամենը որոշակի ազդեցություն կարող է ունենալ, բայց
մյուս կողմից սա մեզ ավելի է մոբիլիզացնում, սա մոբիլիզացնում է նաև մեր համակիրներին եւ ինչպես ես նշեցի, մենք ճնշված թիմ չենք, Նիկոլ Փաշինյան, կարող ես իմանալ, մենք չենք վախենում, մենք այդ հետապնդումներից ոչ մի կերպ չենք ընկրկում, մեր օրակարգը չի փոխվել, Հայաստանում լինելու է անխուսափելի փոփոխություն, որովհետև հայ ժողովուրդն է ուզում այդ փոփոխությունը։ Եվս մեկ կարևոր աղմկոտ թեմա Ալեն Սիմոնյանը հրապարակեց փաստաթղթերի քաղվածքներ, պնդելով, որ ձեր ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ ակտիվ բիզնես ունի նաեւ Ռուսաստանում։ Իշխանությունը ուղիղ տեքստով ձեզ անվանում է արտաքին շահեր սպասարկող ուժ։ Որն է հիմա ձեր պաշտոնական պատասխանը։ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է, եղել է, թե ոչ, Նարեկ Կարապետյանը երբեք չի եղել Ռուսաստանի քաղաքացի, այդ կեղծ պնդումները հերքող փաստաթղթեր մենք հրապարակել ենք, լրատվամիջոցները առիթ ունեցել են դրան անդրադառնալ, նաև Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով եղել է դրա արձագանքը եւ այս թեման ուղղակի օդ է, ինչպես այն մյուս թեմաները, որոնք իրենք հուսահատորեն փորձում են նետել դաշտ, ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին, ես ուզում եմ նշել, որ արտաքին ուժի մասով այո, Նարեկ Կարապետյանը հանրայինի եթերից երեք հնչեցրեց, թե ով ում շահերն է սպասարկում։ Մեր քաղաքացիները կարող են դիտարկել վերջին 5 տարիների գործընթացները եւ իրենց համար կարծում եմ ակնհայտ է ու պարզ, թե Նիկոլ Փաշինյանը ինչ օրակարգեր ու ինչ նարատիվներ է բերում հայկական դաշտ եւ սպասարկում, դա ադրբեջանական օրակարգն է, բայց պարոն Ալիխանյան, ես օգտվելով ձեր եթերից ուզում եմ մեր լսարանին նաեւ տեղեկացնել մի չափազանց կարեւոր քայլի մասին, որը պատրաստվում է անել ուժեղ Հայաստան դաշինքը անձամբ Սամվել Կարապետյանի երաշխավորությամբ, դա Հայաստանում աղքատության վերացման ռազմավարության իրականացումն է, մենք արդեն ունենք մի շարք ծրագրային քայլեր, որոնցից մեկի մասին էլի հանրայինի եթերում երեք պարոն Կարապետյանը հայտնեց, Հայաստանում անապահով խավերի համար հոսանքի եւ ջրի սակագինը լինելու է անվճար, սա կարևոր քայլ է մեր անապահով խավերի համար այդ սոցիալական բեռը թեթևացնելու, այդ ամենը տեղի է ունենալու աղքատության հաղթահարման հիմնադրամի միջոցով եւ հիմնադրամի միջոցները ձևավորվելու են Սփյուռքի մեր գործընկերների եւ գործարարների միջոցներով եւ ոչ պետբյուջեի հաշվին պետական մասնակցությունը լինելու է սահմանափակ շուրջ 30%։ Իսկ արտահանման այս ճգնաժամը, որ հիմա Հայաստանը գտնում է այդ ճգնաժամում, այդ մասով ինչ լուծումներ եք դուք տեսնում, ինչ կարելի է անել։ Երբ տեղի ունենա այն փոփոխությունը, որը մենք պատրաստվում ենք բերել, այդ խնդիրները այլևս չեն լինելու։ Դրանք խնդիրներ են, որոնք Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի անկարող ապիկար կառավարման հետևանքն են։ Դուք կարող եք հիշել նաև Վրաստանի հետ համանման գործընթացները, էլի մեր տնտեսվարողները տուժում էին, այսինքն այստեղ միայն ռուսական գործոնը չէ։ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կառավարել, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել, Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ հարցեր դուք բոլոր հարցերը լուծելու եք։ Մեր առաջնորդը, մեր ուժի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանում Հայաստանի քաղաքացիները ուժեղ Հայաստանի հետ չեն կորցնելու եւ դա ասում է մի մարդ, որը իր անցած ճանապարհով, իր հետագծով, իր ստեղծածով այդ ամենը ապացուցել է։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները ուղղակի համեմատեն Նիկոլ Փաշինյան, կորսված հայրենիք, կազմաքանդված համակարգեր եւ Սամվել Կարապետյան, ազգային բարերար, բազմաթիվ ներդրումներ Հայաստանում եւ Արցախում եւ այն մեծ հեղինակությունը, այն վարկանիշը եւ արտաքին կապերը, որը նա ունի եւ ի վերջո եկեք փորձենք համեմատել լրջությունը, սիրելի քաղաքացիներ, դուք ունեք ընտրություն եւ այդ ընտրությունը շատ կարեւոր է ու հենց այդ ընտրությունից է կախված ձեր ապագան, մեր հայրենիքի ապագան, ուստի
կոչս է, որ հունիսի 7-ին անպայման գնանք ընտրության եւ կատարենք մեր քվեարկությունը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, որ ժամանակ գտաք այս լարված իրավիճակում գալ մեզ մոտ եւ պատասխանել մեր հարցերին։ Հաջողություն եմ մաղթում ընտրություններում։ Ես եմ շնորհակալ, հիշեցնեմ փոփոխության համար 3։ Մենք զրուցում էինք Ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակի 9-րդ համար Մարիաննա Ղահրամանյանի հետ։ Ցտեսություն։